Ողջույն սիրելի հայրենակիցներ, բոլորս զարհուրած ենք, որ Արցախում հողին են հավասարացվում մեր քրիստոնեական մշակույթը, մեր արժեքները, մեր եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանները։ Ինչ էր պետք անել, որ սա տեղի չունենա։ Պետք էր Հայաստանի Հանրապետությունը էթնիկ զտումից հետո 2023 թվականին դիմեր Արդարադատության միջազգային դատարան, օգտագործելով, հիմա ես ասեմ, ցեղասպանության հանցագործությունը կանխելու կոնվենցիան եւ այդ հայցը հարուցելով կանգնեցներ Ադրբեջանի այս գործողությունները։ Հայաստանը գնաց այլ ճանապարհով։ Այս առաջարկությունը բնականաբար ես արել եմ, այդ առաջարկությունը մերժվել է, չի իրականացվել ուղղությամբ ոչ մի բան, որը նաեւ հանգեցրել է իմ հրաժարականին։ Բայց քանի որ հիմա նախընտրական շրջան է, ես խոսելու եմ մեր ծրագրերից։ Հիմա սա մեր ծրագրերից մեկն է։ Հիմա առաջինը խոսում եմ այս ծրագրային դրույթից։ Ինչ է սա նշանակում։ Երբ որ մենք ասում ենք ավանդական ծրագիր չենք ներկայացնելու, խոսքը գնում է այդ ավանդական ծրագրերի մասին, որոնք որ կան, բայց ներկայացնելու ենք հայկականությունը, հայկական պետականությունը, հայկական պետականության բովանդակությունը պաշտպանող մեր նկատմամբ իրականացող ցեղասպանությունը կանխարգելող ծրագրեր։ Հիմա ծրագիր առաջին։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը մեր ընտրվելու պարագայում ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի համաձայն հայց է հարուցելու ընդդեմ Ադրբեջանի։ Այդ հայցը կառուցվելու է էթնիկ զտման ամբողջ փաստերի վրա, որոնք որ կա մեր քննչական կոմիտեում, մեր պետական մարմիններում, ամբողջ միջազգային հանրությունը դա լուսաբանել է, բոլորը անգիր գիտեն։ Եվ դա կանխարգելելու է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ախորժակը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի այն է, որ մենք սուս մնանք, հրաժարվենք այս բաներից, ասենք դե արդեն իրողություն է, դե Ղարաբաղը չկա, ոչ մի բան չկա, սրանք իրողություն են, էլ մենք բան չենք կարա փոխենք, բայց մեզ ընտրեք։ Մեր տարբերությունն այն է, որ մենք ասում ենք մենք բան կարանք փոխենք, դրա համար մեզ ընտրեք։ Հասկանում եք, մենք չենք վախենում adekvat խոսք ասել, adekvat արտաքին քաղաքականություն կառուցել եւ այս ամեն ինչով պաշտպանել Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերը միջազգային բոլոր ացիաներում եւ բանակցային գործընթացում։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է մի բան՝ Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի հայցահարություն Արտադատության միջազգային դատարանում ցեղասպանության գործով, որը որ տեղի ունեցել Ղարաբաղում, Արցախում եւ այն շարունակվում է մինչեւ այսօր արդեն մշակույթի մասով։ Սրա միջազգային փորձը կա եւ ես սրա վրա կառուցված էի ներկայացրել իմ առաջարկությունը մեր իշխանություններին։ Տեսեք 2023 թվականին միջազգային արտադատության դատարան է դիմում Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ընդդեմ Իսրայելի։ Եվ ասում է, որ Գազայի հատվածում ցեղասպանություն եք իրականացնում եւ միջնորդություններ ա ներկայացնում, որ կանխարգելի կանգնեցնի այս process-ը թույլ չտա, նայեք, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ընդդեմ Իսրայելի։ Գազայի համար, հասկանում եք։ Մեկ այլ չճանաչված կամ կիսաճանաչված իրավաքաղաքական մի մարմնի մի տարածքի, որտեղ ցեղասպանություն է իրականանում։ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի, Արցախի համար այս բանը չի անում։ Բայց չի անում մտածելով, որ ինքը պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը, որ իբր պատերազմ չլինի։ Եղբայր չէ, Ժորժ ջան, ոչ, որ չի անում, դա բերում է ցեղայինցը, դա է բերում ցեղասպանություն։ Այսինքն նշանակում է, որ դու քու շահերը չես պաշտպանում, դու պատրաստ չես պաշտպանվելու, դու չունես քեզ պաշտպանելու նարատիվ, դու քու ժողովրդին չես ողջևորում, չես ասում, որ մենք կարող ենք ինքներս մեզ պաշտպանել, միայն հանձնվելու կոչեր ես անում ժողովրդիդ, այդ պարագայում Ադրբեջանն ինչ է անում։ Հողին է հավասարացնում գլխավոր եկեղեցին, կաֆեդրալ։ Տաճար մի հատ։ Եվ սա ինչի է բերում Ժողովուրդ ջան, սա բերում է նրան, որ Ալիևը անկեղծ է, այսինքն Ալիևը ցույց է տալի, որ հայ ժողովուրդ, արա մի խաբվեք այդ ձեր Փաշինյանի ասածներով, ձեր օպոզիցիայի ասածներով, որ ստեղ խոսում են, մի խաբվեք, մենք խաղաղություն ասում չենք ուզում, մենք հողին ենք հավասարացնելու, ստեղ դուք ինչ որ ունեք, ինչ չունեք, հետո գալու ենք ձեր երկիր ու ձեր մոտ ենք նույն բաներն անելու, դες չկասկածեք դրանում, որպեսզի սա կանխարգելվի, մենք առաջարկում ենք, որ դուք ընտրություններում քվեարկեք մեր օգտին, որ մենք այս խնդիրը կարողանանք լուծել։ Այսինքն մենք այս հայցը ներկայացնելու ենք։ Մենք սրանով ոչ միայն թույլ չենք տա ապագա հարձակումները, այլ կանխարգելելու ենք եւ ետ ենք մղելու ադրբեջանական փափուկ ուժի եւ կոշտ ուժի էքսպանսիան։ Շատ շատերը սիրելի հայրենակիցներ, ձեզ կվախեցնեն, կասեն, այ եթե այս
ցեղասպանությունից խոսեք, այս հարցը բարձրացնեք, օրինակ Փաշինյանն ասում է, չէ, ցեղասպանություն մի ասեք, դուք ասում եք իրանք էլ են ասում, Ժորժ ջան, իրանց ասածը իրական չի։ Հայ ժողովուրդը ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն չի իրականացրել։ Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրել է Օսմանյան Թուրքիան։ Դրանից հետո ցեղասպանության շարունակություն է եղել Արցախում էթնիկ զտման տեսքով։ Նայեք, Օսմանյան Թուրքիայի պարագայում ինչ է եղել, որոշել որ հայությունը հայերը չպետք է ապրեն ստե։ Պետք է իրանց կոտորենք, էլիտային հավաքենք, գնդակահարենք, վաղը ցեղասպանության օրն է։ Էլիտային հավաքենք, գնդակահարենք, ժողովրդին սպանենք ում կարանք, ում չենք կարա գաղթի ճանապարհը։ Դեր զորի անապատները գցենք, տես ճանապարհներին սովից կմեռնեն, կկոտորվենք, կսպանվենք, կբռնաբարվեն, տենց սպանելով գնացել են։ Տիրացել են հայ ժողովրդի ամբողջ եղածին։ Ինչ է եղել Արցախում։ Էթնիկ զտման են ենթարկել Արցախի ժողովրդին, սկզբից փակել են սահմանը, սովի են մատնել, 10 ամիս հետո տեղի ունեցել հարձակում, էթնիկ զտման process ու հիմա ոչնչացնում են հետքերը, այսինքն քրիստոնեական մշակույթը մեր եւ տիրացել են ժողովրդի գույքին, ոնց որ արել է Թուրքիան իր տարածքում Օսմանյան։ Հիմա գամ Միջանցքին, օպոզիցիայի մեծ մասը եւ իշխանության օքեյ է, որ լինի Միջանցք։ Մի մասը օքեյ է, որ անունը Տրամպի անունով է, մի մասը օքեյ է, որ պրոստը Միջանցք է։ Դե պետք է բայն չանենք, բայն չեք առաջարկում։ Արա 1000 անգամ ասենք, չկա Ղարաբաղը, չկա Միջանցք։ Առաջարկում են չտալ Միջանցք։ Բարդ առաջարկչի, չէ՞, բայց իրանք անդադար քննարկում են ինչ տան, ոնց տան, քանի անգամ տան, ինչքան տան, դրա մասին է քննարկումները։ Մենք ձեզ առաջարկում ենք, որ երբ որ չկա Արցախ, չի լինելու ոչ մի Միջանցք։ Իրանա-ամերիկյան իսրայելական վերջին պատերազմի իրողությունները փոխել է ամբողջ տարածաշրջանը։ Ոչ մի Միջանցք այդտեղ կարա չլինի, հասկանում եք։ Երբ Փաշինյանն ասում է ռևիզիոնիստական, այո, Փաշինյան, պետք է ռևիզիայի ենթարկել, այո, աշխարհը փոխվում է անդադար։ Դուք անդադար մտածում եք, ինչը տակ, աշխարհը փոխվում է, կարելի է չտալ, որովհետև դու ոչ մի բանի դիմաց ես տվել։ Հիմա հետ գալով տաճարի կործանմանը հողին հավասարացնելուն եւ մեր ծրագրային դրույթին, սիրելի հայրենակիցներ, չկա Հայաստանում քաղաքական միավոր, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հիմա գրանցում կունենա, որը հասկանում է այս թեմայից, ինչ որ ես այդտեղ խոսում եմ։ Չկա քաղաքական միավոր, որը կկարողանա այս խնդիրը բարձրացնել եւ առաջ մղել միջազգային ատյաններում։ Մենք, անձամբ ես, իմ իրավաբանական թիմը, մեր քաղաքագետների, պատմաբանների թիմը ունի բավարար գիտելիքներ եւ միջազգային փորձի ուսումնասիրություն եւ նաեւ միջազգային գործընկերներ եւ միջազգային հեղինակություն այս խնդիրը առաջ մղելու համար։ Այո, ես կառավարության մեջ սա փորձել եմ լոբինգ անել էթնիկ զտումից հետո։ Չեն համաձայնվել, մենք կառավարության հետ չենք։ Այլևս այդ ճանապարհները բան են, իրարից անցած եւ հակադիր են։ Հիմա մենք ձեզ ինչ ենք ասում, մենք ասում ենք ժողովուրդ ջան, որտեղ հնարավոր է եղել մեր պետության շահը պաշտպանել, ոնց որ հնարավոր է եղել, մենք փորձենք պաշտպանել։ Հիմա միակ ճանապարհը հետեւյալն է, որ դուք ձեր քվեարկությամբ պաշտպանեք ձեր ինքնությունը, որը մեր կարգախոսն է, իսկ ձեր ինքնությունը պաշտպանելով մեր բոլոր ինքնությունն ենք պաշտպանելու եւ հետեւաբար պաշտպանելու ենք եղած Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այս ամեն ինչը շարունակվի, եթե Հայաստանը շարունակի լռել, տեսեք, ոչ մի հայտարարություն չի եղել դատապարտող։ Երկու եկեղեցի վերջին 2 ամսվա մեջ հողին հավասարեցվել։ Փաշինյանը չի ասել, այ Ալիև, բայց նախաստորագրել ենք այս խաղաղության պայմանագիրը։ Ես սա որպես պրոդուկտ է ժողովրդի վրա վաճառում եմ, որպես պրոդուկտ։ Հիմա այսին պրոդուկտը, որ ես վաճառում եմ, փչացնում ես։ Դուրս է գալիս այս ամեն ինչը սուտ է, փուչիկ է։ Քեզ քանդում եք եկեղեցիները։ Եթե լինելու է խաղաղություն, դեռ ասում են թող թուրքերը գնան առևտուր անենք, եթե գալու են, գնալու են, դուք առևտուր եք անելու, այս չարչիական հոգեբանության մեջ։ Եթե գալու են, գնալու են առևտուր եք անելու, բա ինչ խնդրեմ նա, ինչ խնդիր կա եկեղեցին քանդելու։ Դե գալ գնալու մեջ մոմ կվառեինք էլի մի հատ։ Հա։ Բայց խի են քանդում։ Որտեղ մարդիկ անկեղծ են, ոչ մի պլան չունեն խաղաղության։ Իրանք պլան ունեն Հայաստանը վերցնելու, կցելու իրանց որպես վասալ երկիր, իրանց շուկայի սպառող, որտեղ Հայաստանի ջրային ռեսուրսները Սևանից բռնած իրանց պետք է։ Չի կարելի չէ խաբել ժողովրդին։ Ժողովրդին խաբել են եւ ամեն օր բռնվում են, պալիտ են ելնում ամեն օր։ Հիմա լուսավոր Հայաստան կուսակցության կողմից այս ընթացքում միայն մեդիայով, եթերներով միայն ներկայացվելու են մեր անելիքները մեր ընտրվելու պարագայում։ Քվեարկեք մեր օգտին,
որ մենք այս մեր խայտառակ ազգային նվաստացման ճանապարհից դուրս գանք։ Միայն մենք կարող ենք սա անել, որտեղ միայն մենք ունենք այս կոմպետենտությունը, ու միայն մենք ենք, որ խոցելի չենք իշխանության առաջ։ Մեզ չեն կարող կանգնեցնել այս ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո։ Եվ մենք կլինենք խորհրդարանում եւ խորհրդարանում ձևավորվող նոր թիմը կկարողանա այս խնդիրները առաջ բարձրացնել։ Սա է մեր տեսլականը, մենք այսպես ենք տեսնում մեր ճանապարհը եւ մենք գտնում ենք, որ միայն մեր ինքնության պաշտպանելու միջոցով է, որ մենք կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը։ Այն որ Նիկոլը կպցրել է դոշին, ստեղ թե ստեղ է, էական չի։ Դա հասկանում եք, դա ինչ է, դա ուղղակի մի հատ քարոզչական ստիկեր է։ Այդ պաշտպանության համար պետք էր որ Հայաստանը հիմա հայցադիբում ունենար, ոչ թե եղած հայցադիումներից էլ քննարկի իրաժարվի, հայցադիում ունենար Արդարադատության միջազգային դատարանում։ Հիմա հարց կա, մարդիկ գրում են, պարոն Մարուկյան, ոչ ոք քրիստոնյա աշխարհը ձայն չի հանում, որ մեր եկեղեցին քանդեցին։ Ժողովուրդ ջան, ձայն ոնց հանի, եթե ում եկեղեցին քանդել են, այդ ազգը ձեն չի հանում։ Այդ ազգի իշխանությունը ձեն չի հանում։ Իրանք որ ինչ պետքա ձեն հանեն։ Ինչ ձեն եք ուզում որ հանեն։ Հենա ես մեջիցս ճեղվում եմ, Twitter-ում անգլերեն գրառում եմ արել։ Հազարավոր մարդիկ արձագանքում տարածում են։ Եվ ինչ։ Բայց պետական մակարդակում ձեն հանող չկա։ 0։ Հիմա հարց առաջանում, նույն պահին իսրայելցի մի զինվոր հիմարություն է անում, ջարդում է Հիսուս Քրիստոսի խաչի արցանը կոտրում է եւ բանով գործիքով ջարդում է եւ նկարը կա։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը զարհուրած արձագանքում է եկեղեցիները քրիստոնեական, հա, կաթոլիկ եւ Լիբանանում է տեղի ունեցել դեպքը։ Իսրայելի վարչապետը, պաշտոնյաները, նախարարները, քաղաքական որ բոլորը ներողություն են խնդրում, ասում են ափսոսանք ենք հայտնում եւ արդեն նկարը տարածել են, որ այդ ամեն ինչը կարգավորվել է, սարքել են դրել տեղը։ Ինչի՞ց է դա, որովհետեւ մարդիկ իրանց շահերը, իրանց ինքնությունը պաշտպանում են։ Դրանից է ժողովուրդ ուրիշ բան չկա, գաղտնիք չկա սրա մեջ։ Լռելով, սուս մնալով, զուս պլնելով, գլուխդ կախելով, մենակ գլուխդ կտրելու են, ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Ոչ մեկ քեզ չի հարգելու։ Ոչ մեկ քո իրավունքները չի պաշտպանելու։ Չկա այդ ձևի բան։ Եվ հետևաբար հետ գալով ես ձևակերպեցի այս մեր գործողությունը, որը մենք իրականացնելու ենք հունիսի 7-ից հետո, որի արդյունքում Հայաստանը, հայ ժողովրդի մշակույթը, առաջին քրիստոնյա ազգի մշակույթը կլինի պաշտպանված, մեր ինքնությունը կլինի պաշտպանված։ Անպայման գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք մեր թիմի օգտին, Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Լավ մնացեք եւ խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, որքան որ կարող եք տարածեք, որ մարդիկ տեսնեն եւ իմանան, թե ինչ հնարավորություններ մենք ունենք, չենք օգտագործել եւ ահա կա ուժ, որը կոմպետենտ է, ձևը գիտի եւ օգտագործելու է։ Ձեր քվեարկությամբ, ձեր աջակցությամբ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։